որոշ հայկական ասացվածքներ, որոնք առնվազն տարօրինակ են այսօր։ Գուցե այն ժամանակ ստեղծվելիս դրանք համապատասխանել են տվյալ ժամանակին եւ պայմաններին, բայց այսօր իսկապես դրանք անհասկանալի են։ Օրինակ, եղունգ ունես գլուխդ քորիր։ Իհարկե այս ասացվածքը բնականաբար առաջացնում է որոշ եսասիրական եւ հակահասարակական մտածողություն։ Օրինակ, պետական պաշտոնյան կարող է թալանել պետական բյուջե մտածելով դե եղունգ ունես գլուխդ քորիր։ Բայց այստեղ գլխավոր դա չէ։ Ինչու ամենատարածված հայկական ասացվածքներից մեկում գլուխը օգտագործվում է իբրև զուտ ատրիբուտ քորվելու համար։ Ինչու օրինակ ոչ ականջը, քիթը կամ ծունկը։ Ինչու ամենատարածված հայկական ասացվածքի մեջ գլուխը չի օգտագործվում իր հիմնական ֆունկցիոնալ նպատակի՝ մտածելու համար։ Օրինակ, գլուխ ունես մտածիր, ոչ թե եղունգ ունես գլուխդ քորիր։ Որովհետև քորելը բերում է բոլորովին այլ գործողության, իսկ մտածելը այլ գործողության։ Պատկերացրեք, որ պետական պաշտոնյան մտածի ոչ թե եղունգ ունես գլուխդ քորիր, այլ մտածի գլուխ ունես մտածիր։ Բնականաբար հետևանքները տարբեր կլինեն։ Համաձայն չեք։ Կամ մեկ այլ հայկական ասացվածք։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Եվ ինչ։ Էստոնացիները մեզանից 2 անգամ ավելի քիչ են։ Դրան գումարած նրանք մեզանից մի քանի անգամ ավելի բարեկեցիկ պետություն են կարողացել ստեղծել։ Կարևորը ոչ թե այն է, որ մենք հայ ենք, այլ այն, թե մենք ինչպիսի հայ ենք։ Կարևորը ոչ թե գոյականն է հայ, այլ այդ գոյականի կողքին դրվող ածականը, ինչպիսի հայ։ Օրինակ, մենք քիչ ենք, սակայն մեզ օրինապաշտ հայ են ասում կամ կաշռակեր հայ, քաղաքակիրթ հայ կամ գավառամիտ հայ, պայքարող հայ կամ հարմարվող հայ, վստահելի հայ կամ քցող հայ, եւ այսպես շարունակ։ Կարևորը ոչ թե այն է, որ մենք հայ ենք, այլ այն, թե ինչպիսի հայ ենք։ Որովհետև այն, որ մենք հայ ենք, դա կատարվել է մեզանից անկախ, մենք այդպես ենք ծնվել։ Իսկ թե ինչպիսի հայ կարող ենք լինել, դա արդեն մեզանից է կախված։ Բայց մենք ոչ թե հպարտանում ենք նրանից, ինչ որ մեզանից է կախված, այլ նրանից, ինչ որ կատարվել է մեզանից անկախ։ Մենք չենք հպարտանում, չէ, նրանով, որ մարդ ենք ծնվել։ Մենք չենք ասում, չէ, մենք քիչ ենք, սակայն մեզ մարդ են ասում։ Ախր դա շատ բնական է։ Հայ լինելը հպարտանալու բան չէ, ոչ էլ ամաչելու բան։ Այդ թե ինչպիսի հայ ենք մենք, դա է հպարտանալու կամ ամաչելու բան։ Լևոն Արոնյանն էլ է հայ, զոհված զինվորի մորը ծեծող ոստիկանն էլ է հայ։ Քրքրքորյանն էլ է հայ, ծերերի թոշակը գողացած պետական պաշտոնյանն էլ է հայ։ Եվ այսպես շարունակ։ Մեկ այլ հայկական ասացվածք։ Ընկերովի մահը հարսանիք է։ Շատ հայկական է։ Բայց լավ, ինչու մահանալ, եթե ընկերովի եք։ Կարելի է ընկերովի պայքարել, որ չմահանալ։ Ինչ օրինակ չասել ընկերովի պայքարը երջանկություն է, փոխարենը մենք ասում ենք ընկերովի մահը հարսանիք է։ Դա կարելի է ասել, երբ պայքարի բոլոր միջոցները սպառված են, բայց այդպես հազվադեպ է լինում։ Եթե այդպես ասեին օրինակ ցեղասպանության տարիներին դերձորի անապատում տառապող հայ կանայք իրենց մանուկների հետ, դա հասկանալի կլիներ։ Բայց եթե դա ասում են ժամանակակից Հայաստանում ապրող առողջ տղամարդիկ, դա անհեթեթ է։ Իդեպ, այս ասացվածքի խորամանկությունը նրանում է, որ առաջին հայացքից թվում է, թե այն խիզախության մասին է, մահը բաց ճակատով ժպիտով ընդունելու համարձակության մասին։ Բայց ոչ, սա պայքարի բացակայության մասին է։ Մենք չենք պայքարում մինչև դանակը ոսկորին չհասնի։ Իսկ դանակը ոսկորին հասնում է, որովհետև մենք ընկերովի պայքարելու փոխարեն նախընտրում ենք ընկերովի մեռնել։ Որովհետև մեռնելն ավելի հեշտ է, քան պայքարելը։ Եվ այստեղ մեռնելը ոչ թե հենց ֆիզիկապես մեռնելու մասին է, այլ հանձնվելու, սեփական դժվար կացության հետ հաշտվելու մասին, ընկերովի հանձնվելու մասին։ Ահա այսպես, Հայաստանում միլիոնավոր մարդիկ ընկերովի հանձնված ապրում են, ընկերովի տառապում, ամեն օր ընկերովի մահանում, միայն թե ընկերովի չպայքարեն։ Մեկ այլ հայկական անհեթեթ ասացվածք կա. Փորձված թանը անփորձ մածունից լավ է, բայց այս մասին մեկ այլ անգամ։